Ինչ ջրամատակարարման ծրագիր առանց արդի տեխնոլոգիաներով զինված մաքրման կայանների։ Մայրաքաղաքի համար ռազմավարական նշանակության այս օբյեկտների անթերի կառուցումը ի սկզբանե հանրապետության նախագահի ուշադրության կենտրոնում է եղել։ Համար 2 մաքրման կայանը հիմնովին է վերանորոգվում։ Մինիմաքս ընկերությունը աշխատանքները սկսել է հունիսի 23-ին։ Այժմ պատերի ուժեղացման, արտաքին ցանկապատման եւ տանիքի լրացուցիչ ամրացման աշխատանքներն են ընթացքում։ Արվածը պատասխանատուի թվարկմամբ զգալի է, սակայն ոչ այնքան տեսանելի։ Շահագործման ժամկետի ուշացումը արդարացնում են այսպես. Ջրի արտուղումն է, որովհետև ջուրը, որ շենքի ներսում է, շինարարական աշխատանքները բացառվում են, այնտեղ ամասել են, որտեղ որ հնարավոր է, որ կեղտոտվի ջուրը։ Երկրի ղեկավարն այս հիմնավորումները չի ընդունում, մանավանդ որ անցնում են նաև շինարարության համար նպաստավոր եղանակային պայմանները։ Ուսումնասիրվեց նաև ֆիլտր կայանի մերձակա տարածքը։ Անվտանգության կանոնները պիտի պահպանվեն խստագույնս։ Բակո Սահակյանի հանձնարարականներ։ Համար 1 մաքրման կայանը հիմնովին է կառուցվում, նոր մասնաշենքով, տեխնիկական նոր հնարավորություններով։ Տեղադրվելու են եվրոպական առաջատար ընկերությունների արտադրության լավագույն սարքավորումներ։ Եվ կապահովի քաղաքի մոտավորապես 60%-ին մաքուր մշտական ջրով։ Մինչ տարեվերջ Մայր Պետրոսյանի խոսքով Ստեփանագերտի ջրամատակարարման ծրագիրը իրականացվելու է 90%-ով։